Ձեր կարծիքով ինչու Անիֆի գործում ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվում։ Ես չգիտեմ ճանաչում։ Մեկի չէ խոսանք իրանք անում են, այ բալաջանի, ինչի մասն է խոսքը։ Մեզ ենթարկում, մեզ լսում են, իրանք անում են, իրանք էլ դզում են։ Վերջ։ Վայ, ճիշտն ասած տեղյակ չեմ, թե չէ մեծ հաճույքով պատասխանեի անկեղծ։ Չեմ լսել այդ դատական գործում։ Չեմ կարող ոչինչ ասել։ Չեմ հասկանում դա ինչ է։ Տիգրան Ավինյանը Անիֆի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Չգիտեմ, բալես, ես որ ծանոթ չեմ, ինչ ասեմ։ Չէ, պետքա տեղյակ լինեմ, որ ասեմ։ Թե չեմ մեծ հաճույքով։ Չճանաչում։ Չգիտեմ, ես այդտեղ չեմ ապրում, կներեք։ Տեղյակ չեմ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Ավինյանն էր, հետո ենթադրյալ չարաշահումների պատճառով լուծարվեց կառույցը։ Չեմ կարող ոչինչ ասել։ Ինչի գործում։ Անիֆի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավինյանն է։ Ճիշտ ասած դրանից տեղյակ չեմ, բայց եթե իրանք են տնօրինում, ուրեմն վատ է։ Լուծարվել է հիմա, որտեղ չարաշահումներ ինչ որ եղան, դատախազությունը։ Իսկ որ լուծարվել է, ո՞վ է պատասխան տալիս, ոչ մեկը։ Դե սա նորը կբացեն, էտե կլուծարեն։ Բարձի։ Իսկ ում գործերով է մեղադրանք առաջադրվել վերջին 7 տարիների ընթացքում, եթե իշխանություններն են խուլիգանություններ կամ խոշոր չափերի գումարներ բանանում, կոռուպցիա էլ չէ, արդեն թալանում, ասենց ափրկյալը։ Ես մի բան եմ ասում եմ, ով որ գնում է Պետրոս Ղազարյանի մոտ, հա, այդ հարցազրույցների մասնակցում է, ինքը երաշխավորված է, որ ինքը ինչպիսի հանցագործություններ կատարի, չի պատժվելու այս երկրում։ Տեսա, եթե իշխանական ես, եթե ունեք հասարակ նոր-նորքի թահապետանի դեպքերը, մենք տեսնում ենք մեր իշխանությունները ինչքան յուրագրգիռ է, եթե իրանցը ինչ-որ վիրավորական խոսք ենք, հա, չէ, ասում ինչ-որ կա ամբողջ օրը այդ ամբողջ ԿՊ ֆրակցիան խոսի, թե ինչքան է հուզվել իրենց պատգամավոր այսինչ թթու բառի համար, բայց որ մենք ունենք իրավիճակ, երբ որ քաղաքացին, որը իրավունք ունի գնալ պաշտոնային նաև հայոյելու իր վատ աշխատանքի համար, տեսնում ենք ինչ է, ինքն էլ պաշտոնյա լինելով այդ պատասխանատվությունը պետք է գիտակցած նստած լիներ, տեսնում ենք, որ չէ, նա ոհմակային ծեծել ջարդել, նես որ խոսել Անիֆի գումարները հետ բերելուց, շատ այլ դրվագներով, որ 7 տարիների ընթացքում մենք տեսնում ենք ու կարող ենք թվարկել, բայց մենակ թվարկելուց ինչ օգուտ։ Ինչու Անիֆի գործում ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվում։ Ում գործում։ Անիֆի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն է։ Ես նրա մասին вообще չեմ ուզում ոչինչ ասեմ։ Չեմ ուզում ոչինչ ասեմ։ Նա խայտարակ է։ Ամբողջ ժողովրդին դարձրել է չգիտեմ ինչ։ Թանկացրեց տրանսպորտը, թանկացրեց աղբը, թանկացրեց ամեն ինչը։ Նա ժողովրդի համար չի աշխատում, թող դուրս գա, եթե նամուս ունի։ Ես բան չեմ կարծում։ Կներեք, ես չեմ տիրապետում դրան։ Հիմի այդ իրանց իշխանությանը կարած մի բան ասես, սա դմփում են, չէ, միանգամից։ Դրա մասին вообще խոսալ պետք չի։ Մինչև այդ իշխանա գլած մեզ որ ամեն ձեով պահանջներ են այդ լրիվ ազգը վերացնելու վրա ուղեղ պետք է ունենալ, որ նման պարազիտներին, որդներին մենք ենք հիմա պահում ու ձենել չենք անում, անտարբերություն է սպանում մարդու, մնացածը вообще չեմ հասկանում, այս ազգը ինչով է մտածում, ուր ենք հետում, արդեն թելի վրա ենք, մի հատ մազի վրա ենք կախված, հələ միակ նայենք ինչ է ելնելու, վատ երազի մեջ ապրում ենք էլի։ Նորություն է Ավինյանի ժամանակ։ Դա նորություն չի։ Այսինքն որ չի սորշասուն չէ դարձել հետաքրություն չի արվել, գործ չի արվել, ինչա բանը, ես պիտի զարմանալու է շի բանը չկա։ Իմ համար ավելի ուրիշ հետաքրող բան կա, ավելի շատ, թե դրա դիմացը տարապես ինչ է արվում, այս մյուս դաշտում, ընդդիմության դաշտում, որոնք մեծամասամբ ավելի ծախված են, էլ ինչ որ ժողովուրդը իրայից պահանջում է։ Իմ ամբողջ պրոբլեմը, ցավը, հոգսը այս դաշտում է, իսկ ինչ որ այս դաշտում կատարվում է, դա իմ համար ակնհայտ է, որ մենք բանը, նոր չեք դուրս եկել, այդ բանը կոպիտ ասած շատ կներեք, այդ ձվից նոր չեք դուրս եկել, մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի տեսնում եք, չէ, ինչ է կատարվում,
Շատ լավ հասկանում եք, այս թևում ինչ է կատարվում, բայց այս թևում ինչ է կատարվում, բա չեք հասկանում, խաբեություն, ծախվածություն, սա է, պրոբլեմը սա է, իսկ Ավինյանը դա կանի, մյուսը կանի, ես նամանանդ, որ ինքը դուրս է գալու, ինքը շատ բաներ էլ կարա անի, ես չեմ զարմանա, հայրս կզարմանամ այստեղ, որ մեզ խաբում են, որոնք տակից ուրիշ գործ են անում և իրանց արած ցանկացած գործ ծառայում է Փաշինյանի, Ավինյանների համար։ Հիսուսը մենք քրիստոնյա ազգ ենք, Հիսուսը մեզ ինչ է ասել, մարդկանց ճանաչեք իրենց գործերից։ Հիմա մենք ճանաչում ենք, տեսնում ենք, իրենց արած գործերը ժողովրդի համար են, թե ժողովրդի դեմ են։ Ինչ է նշանակում։ 60-70% սոցիալական հարցումներով, չէ, ժողովուրդը բոլորին դեմ է։ Պատկերացնում եք, ոչ թե իշխանության, այլ բոլորին դեմ է, այդ թվում նաև իշխանությանը։ Ուրեմն ինչքան հսկայական ֆրոնտ աշխատանք ասել, ուղղակի անելու, իսկ ինչպես անելու, պարզ, ազնիվ, ճշմարտացի, որը չի արվում։ Մեզ խաբում են, սրանք ավելի վատն են, քան Նիկոլա Ավինյանները, որտեղ նրանք սատանի ծնունդ են, ու պարզ մեզ ասում են մենք սա ենք, դուք կարաք մի բան արեք, սրանք ասում են չէ մենք սուրբ ենք, չէ մենք հայրենասեր ենք, չէ մենք սեցեք ենք, սուտ, կեղծ խաբեություն, ամենավերջի հարվածը մեր հայ ժողովրդին, քրիստոնյա ազգին հասցրեց Բագրատ Սրբազանը, մամոնային է ծառայում, բա դու ում ես ծառայում, դու ես ծառայում ես Քոչերանին ու Սերժին, Նիկոլը իր սատանա տեղով, սատանի ծնունդ, իր գործերով ավելի բարոյական է, քան մարդը, որը Աստծո անունն է տալիս, բայց կեղծ է, փարիսեցի, խաբեբա եւ մամոնայից է խոսում, սենց բաներ, ցավաս է։ 2019 թվականին հիմնադրվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ԱՆԻՖ-ը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակվեց Տիգրան Ավինյանը։ Ավինյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն էր մինչև 2022-ը, մինչև իր նշանակումը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում։ Չնայած նոր պաշտոնին Ավինյանը շարունակել էր պահպանել ԱՆԻՖ-ի նախագահի պաշտոնը մինչև ընդհանուր կազմակերպության լուծարումը 2024 թվականը։ 2023-ի գարնանը Արժույթի միջազգային հիմնադրամը խնդիրներ էր արձանագրել ընկերությունում հաշվետվողականության, թափանցիկության ու անսահմանափակ մանդատի հետ կապված։ 2023 թվականի վերջին Տիգրան Ավինյանն ու նրա մտերիմները հեռացվել էին ԱՆԻՖ-ի խորհրդից։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ինչու ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել ԱՆԻՖ-ի գործում։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։